Մի բան կա մեր հոգևոր կյանքում, եթե այդ բանը կա քո սրտի մեջ, քո հոգին սկսում է առողջանալ։ Իսկ եթե այդ բանը չկա քո սրտի մեջ, մի տեսակ ոնց որ մեր քրիստոնյա լինելը ոչ մի օգուտ չունի։ Հիմա ես պատմելու եմ այդ բանի մասին, սիրելի բարեկամներ։ Նայեք, մենք հիմա գտնվում ենք շատ խառը վիճակում, մեր ազգը, մեր եկեղեցին, մեր հոգևոր դասը, եւ շատ մարդիկ մի տեսակ թևաթափ հարցնում են, թե ինչ անենք, որտեղից սկսենք, մենք ինչ կարող ենք անել։ Գիտեք, մեզանից շատերը կարծես թե թվում է, թե ոչ մի բան չեն կարող անել, բայց մի շատ կարևոր բան կա։ Հիմա տեսեք, եթե այդ բանը մենք անենք եւ այդ բանը մենք ունենանք, մենք սկսում ենք նախ մեր հոգին է սկսում առողջանալ, հետո ամբողջ իրավիճակն է սկսում առողջանալ եւ Աստծո շնորհը լցվել։ Տեսեք, թե որն է այդ բանը։ Բայց մինչ այդ խնդրում եմ, եթե ինչի մասին որ խոսում եմ, կարևոր է ձեր սրտի համար եւ դպնում է ձեր սրտին, դուք էլ կիսեք ձեր էջերին, որպեսզի ավելի շատ հայ մարդիկ այս բանի մասին իմանան, որովհետեւ այն ինչի մասին որ հիմա ասելու եմ, դուք կտեսնեք, որ դա շատ կարևոր է եւ դուք էլ կուզենաք, որ ձեր շրջապատի մարդիկ էլ այդ բանը անեն։ Եվ խնդրում եմ, քանի այս մասին խոսում եմ, նաև միացեք Աստվածաշունչն ամեն օր Telegram մեր ալիքին, որտեղ հազարավոր հայ մարդիկ ամեն օր միասին սովորում ու կարդում ենք Աստվածաշունչը։ Telegram-ում պարզապես փնտրեք Աստվածաշունչն ամեն օր, հղումն էլ կդնեմ այս զայնագրության կոմենտների բաժնում։ Եկեղեցու հայրերն ասում են, որ առողջացող հոգու առաջին նշանը սեփական մեղքերը տեսնելն է ինչպես ծովի ավազը։ Առաջին նշանն է դա առողջացող հոգու։ Երբ որ ես հաճախ այստեղ խոսում եմ, այս ալիքում խոսում եմ ապաշխարության մասին, միշտ գտնվում են թեև փոքրամասնություն, բայց մարդիկ, ովքեր որ սկսում են ուրիշներին մեղադրել, թե այ իրանք են մեղավոր, տերտերներն են մեղավոր, կաթողիկոսն է մեղավոր, ընդդիմությունն է մեղավոր, իշխանությունն է մեղավոր, բոլորն են մեղավոր, ու մարդիկ չեն նայում սեփական անձի ներսը։ Բայց հիշեք, առողջացող հոգու ամենաառաջին նշանը ոչ թե գնացիր եկեղեցի 100 հատ ման վառեցիր, ոչ թե լիքը փող ունես 10 հատ եկեղեցի սարքեցիր, կամ միլիոնավոր դոլարներ նվիրեցիր բարեգործական բանին։ Այդ ամենը կարծես թե օգուտ չունի, եթե դու քո ներսի հրեշին չես տեսնում։ Որովհետև երբ որ դու քո ներսը չես նայում, դու չես տեսնում քո ներսի հրեշը։ Եթե դու նայես քո ներսը, դու կտեսնես, որ այնտեղ համ հրեշ կա, համ գանձ կա։ Որպեսզի դու հասնես քո ներսի գանձին, հիմա կասեմ, թե որն է այդ գանձը։ Դու պետք է այդ հրեշի հետ պատերազմի մեջ բռնվես եւ այդ հրեշի պետք է հաղթես, հեռացնես մեջտեղից։ Ուրեմն հիշեք այս խոսքը։ Սեփական հոգու առողջացման ամենաառաջին նշանը սեփական մեղքերը տեսնելն է, ինչպես ծովի ավազը։ Մենք երկու աչք ունենք, ու շատ ենք տեսնում, թե ինչ է կատարվում մեր դիմաց։ Մեր դիմաց մարդիկ են, աշխարհն է, հեռուստատեսությունն է, այնտեղ լիքը մեղքեր են գործում։ Միլիոնավոր տեսակի մարդիկ միլիոնավոր մեղքեր ու չար բաներ են անում։ Մենք դրա հետ կապված չեն կարող շատ բան անել։ Բայց մի բան կա։ Մեր ներսում երկու բան կա։ Կա գանձ եւ այդ գանձի դիմաց նստած է մի հատ հրեշ։ Այդ գանձը երկնքի արքայությունն է, որի մասին ասեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Դուք որ Աստվածաշունչը կարդում եք, հիշում եք, չէ՞, որ Տեր Հիսուս Քրիստոսն ասեց, երկնքի արքայությունը, Աստուծո արքայությունը դրսից տեսանելի ձևով հեռվից չի գալու, այլ ասեց երկնքի արքայությունը կա ձեր ներսը, ձեր մեջ։ Այդ նշանակում է, որ մենք պետք է սկսենք նայել մեր մեջ։ Դրա համար մեզ պետք է ձևավորեն ինչ-որ տեսակի տեսողություն։ Աչքերով սրտիդ ներսը չես կարող նայել, բայց մտքով երևի հոգով դու կարող ես նայել ու երբ որ դու տեսնում ես, ուզում ես փնտրել այդ երկնքի արքայությունը, որ կա որպես գանձ, որ Տեր Հիսուսն ասեց վաճառական կար, որ վաճառեց իր ամբողջ ունեցած այդ մարգարիտը գտնելու համար երկնքի արքայությունը նմանեցնելով մարգարիտին։ Դու տեսնում ես, որ այդ դռան մոտ մի հատ մեծ հրեշ է նստած։ Այդ հրեշը քո կրքերն են, քո մեղքերն են, քո ցանկություններն են, քո հպարտությունն է, քո ծածուկ մեծամտությունն է, որ բոլորն ասում են լավ մարդ է, բայց հենց մի հատ ոտը պատահաբար տրորի տես ինչ հասարքում մարդկանց գլխին, քո այդ սելֆի սիրելն է, քո սերն է, քո մերկությունը ցույց տալ ուրիշ տղամարդկանց առաջ, եթե դու կին ես, քո դավաճանությունն է, քո դավադրությունը, այն բոլոր սերմերն են, որոնք որ մեղք են ծնում։ Դա հրեշ է, դրանք կոչվում են կրքեր, որ քեզ բռնում են քո անձը ու կրում են, դու չես կարող, ասենք մեկը խմող է, այդ կիրքը խմելու բռնել է իրեն ու ինքը տանում է, այդ մարդը ալկոգոլիկությունից տանջվում տառապում է, կամ թմրամոլ է, կամ խաղամոլ է, կամ ուրիշ տեսակի ինչ-որ բանի է տրված, կամ առավոտվային ծիրիկուն էկրանի վրա է, ոչ իր երեխեքին է տեր կայնում, ոչ ամուսնուն է տեր կայնում, ոչ կնոջն է տեր կայնում։ Այս ձայնագրությունը այն բանի մասին է, որ մենք հիշենք, իմանանք։
որ եթե դու կարողանում ես նայել քո ներսը եւ սկսել պայքարել այդ կրքերի դեմ, քո հոգին սկսում է առողջանալ։ Եվ եթե ամեն մեկից հոգին սկսի մի քիչ առողջանալ, ամեն մեկս մեր ներսը նայելով, ուրիշին չդատելով, հերիք է ուրիշին մեղադրենք, հերիք է ուրիշին դատենք, հասկացանք, անմեղ մարդ չկա այս աշխարհի մեջ։ Բայց երբ որ դու ասում ես լավ, ես հասկացա, ուրիշ ամեն մեկը իր խաչն է կրում, ամեն մեկը իր մեղքի համար պատասխան է տալու, բայց ես ինչ պատասխան պետք է տամ իմ մեղքի համար աղեղ դատաստանի օրը Տեր Հիսուս Քրիստոսի առաջ։ Ու դու նայում ես քո ներսը, ու դու ուզում ես տեսնում ես այդ քո մեղքերը, ինչպես ծովի ավազ, ոչ թե մի հատ երկու հատ, այլ ինչպես ծովի ավազ, ուզում ես դրա դեմ պայքարել։ Հետո դու տեսնում ես, որ շատ դժվար է, դու չես կարողանում քո չար սովորություններից ազատվել։ Ու զգում ես, որ քեզ փրկիչ է պետք։ Այն ժամանակ հիշում ես, ո՜վ սպասի, ախր ես կարդացել եմ, որ Տեր Հիսուսը աշխարհի փրկիչն է, այս սրանից է, այս հրեշից է ինձ փրկում, այս մեղքերից է ինձ փրկում, այս մահվանից է ինձ փրկում։ Սիրելի ժողովուրդ, եթե դուք ուզում եք ձեր հոգին առողջանա ու դուք կյանք ունենաք, եթե դուք ուզում եք, որ մեր ազգային ընդհանուր հոգին, իրավիճակը եւ հասարակական կյանքում, եւ ազգային կյանքում, եւ պետական, եւ եկեղեցական կյանքում առողջանա, ամեն մեկը գոնե այսօր հերիքա մեղադրեք ուրիշներին, հերիքա դատեք ուրիշներին, նայեք ձեր ներսը, այդ տեսողությունը ձևավորեք ձեր ներսի մեջ եւ սկսեք տեսնել ձեր սեփական մեղքերը, ես էլ սկսել եմ տեսնել իմ սեփական մեղքերը, ճիշտ եմ ասում, ես էլ նայում եմ իմ սրտի մեջ ու լիքը վատ բաներ եմ տեսնում, որ դուք չգիտեք ու ես էլ կամաչեմ ձեր առջև խոստովանելու։ Այսինքն ամեն մեկս պետք է սա հասկանանք եւ Տեր Հիսուս Քրիստոսի օգնությունը խնդրենք, ասենք Տեր Հիսուս, օգնիր, ես պայքարեմ այս մեղքերի դեմ։ Աստված կուրախանա։ Երկնքում ուրախություն կլինի, որ կասեն, վայ, այս ինչ լավ է, այս մարդը էլ չի դատում, այս մարդը սկսում է նայել սեփական մեղքերին։ Հիշում եք ախր Աստված մեզ ինչ մեծ շանս տվեց փրկվելու։ Ասեց, այ մարդ, ամեն մեկը միլիոնատ մեղք ունեք։ Դու մի դատի, ես էլ քեզ չեմ դատի։ Մի դատեք, որ դուք չդատվեք։ Հերիքա իրար ծվեն անենք։ Հերիքա իրար բիզ անենք։ Ամեն մեկս եկեք ձևավորենք այդ ներսը նայելու տեսողությունը, որ լավ իմ ներսում ինչ կա։ Առօրյա ցիրիկուն սելֆի եմ անում, գցում եմ Facebook, որ մարդիկ ասեն, «Էս ինչ լավն է, էս ինչ լավն է»։ Բա ամոթ չի, բա սրանով մարդ կապրի, կամ, չգիտեմ, դավաճանում եմ իմ կնոջը, կամ մեծամիտ եմ, կամ ես ասել եմ, կամ խափում եմ պետությանը, խափում եմ ընկերոջս, խափում եմ, գնում եմ ապրանքը առնում եմ, բերում եմ օգտագործում եմ, հատուկ գիտեմ, որ ես տանելու եմ դա հետ եմ տալիս, բա դա մեղ չի։ Այսպես փոքր բաներից սկսեք մաքրել։ Սիրելի բարեկամներ, դա անելով մեղքը մեր մեջ կքչանա, միլիոնավոր մարդկանց մեջ, որ դուք լսում եք այս ձայնագրությունը կքչանա, գիտեք ինչը կշատանա, տեղ կբացվի երկնքից Աստուծո շնորհի ավելացման համար։ Մեր սրտերում եւ մեր ազգային պետական հասարակական եկեղեցական կյանքում կավելանա Աստուծո շնորհը, դա Քրիստոսի կողմից ուղարկված օգնությունն է, դա Քրիստոսի կողմից ուղարկված ընդունակությունն է, դա Քրիստոսի կողմից ուղարկված կարողությունն է ինչ որ բաներ անելու, այդ շնորհը կավելանա ու մեր բոլորի կյանքում տեղի կունենա առողջացում, մեր ընտանիքներում տեղի կունենա առողջացում, մեզ մեղքը այսպես բռնելա, խեղդում է արդեն ինչքան տարիներ, մենք պետք է ասենք, լավ, հերիք եղավ, զզվում եմ այս մեղքից, ես նայելու եմ իմ ներսը, ես իմ մեջ ինչ լույս կարող եմ վառել, որպեսզի իմ անձը, ինչպես Տեր Հիսուսն ասեց, լույս տա, որպեսզի ես լինեմ աղ այս անհամ կյանքի մեջ։ Ոչ թե ասեմ դուք բոլորդ անհամ եք, արա դու աղ եղի այս կյանքի մեջ։ Ես աղ լինեմ այս կյանքի մեջ ու իմ շրջապատի մեջ մի քիչ համ տամ։ Իսկ եթե ես քրիստոնյա լինելով, այս ամեն ինչը իմանալով, հասկանալով, այդ աղը չեղա, ես կլինեմ անհամ։ Իսկ Տեր Հիսուսն ասեց, անհամ աղը ոտի տակ է տրվում, որտեղ մարդիկ նայում են քեզ, սպասում են քեզանից լույս, սպասում են քեզանից որպես քրիստոնյա աղ, համ տաս իրանց կյանքին։ Ու եթե դու ընկնում ես իրանցպես աշխարհիկ ես դառնում, իրանք էլ քեզ այդ բանի տեղ չեն դնում։ Դու ընկնում ես ոտի տակ, որտեղ ասում են, «Էսա քո քրիստոնյա լինելը»։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ ձեզ, եկեք ամեն մեկս նայենք մեր ներսը, հերիքա դատենք ուրիշներին եւ քչացնենք մեր մեղքը։ Ու եթե այս ձայնագրությունն էլ ձեր սրտին դպավ եւ օգտակար եղավ, խնդրում եմ կիսեք ձեր էջերին, որպեսզի ավելի շատ հայ մարդիկ տեսնեն, իմանան եւ միգուցե իրենք էլ ամեն մեկը մի կտոր նա իր ներսը, թակ մի հատ մեղք այսօր երեկոյան դրա համար զղջա, այն ժամանակ շնորհը կավելանա եւ մեր բոլորի ներսը, հոգիները, ընտանեկան կյանքը, հասարակական, ազգային, պետական, եկեղեցական կյանքը կլուսավորի, կառողջանա Տեր Հիսուս Քրիստոսի կողմից ուղարկված շնորհով, ում փառք Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։